Բարի երեկո EBC մեդիայի հարգելի հետևորդներ, հայ առաքելական եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունների ու դրանց իրավական հիմքերի մասին այս պահին զրուցելու եմ սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։ Բարի երեկո Տիկին Մելոյան։ Խոսենք այսօր տեղի ունեցած իրադարձությունների մասին, ամեն բան սկսվեց Գյումրիում, երբ քննչական կոմիտեն սկսեց խուզարկել Շիրակի թեմի առաջնորդարանը, ոչինչ չհայտնաբերվեց, այնուհետև իրադարձությունները տեղափոխվեցին Էջմիածին Մայրաթոռ, որտեղ բավականին գերլարված էր վիճակը, բախումներ ունեցան, տեղի ունեցավ բազմիցս ուժայինների, հոգևորականների ու քաղաքացիների միջև, ու թերևս աննախադեպ երևույթ էր, որ ԱԱԾ աշխատակիցները այդպես դիմակավորված մտնեն Վեհարան։ Պատճառը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին ձերբակալելն էր, նրա 1 ամիս առաջ հարցազրույցում արած հայտարարության համար, եթե ըստ ձեզ, ինչու 1 ամիս առաջ այս ամենը տեղի չունեցավ, եթե իսկապես Սրբազանն արել էր այնպիսի վտանգավոր կոչ, որի համար ԱԱԾ Ալֆա ջոկատը կարող էր մտնել Վեհարան։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ դիպուկ նշեցիք, որ ամեն ինչ սկսվեց Գյումրիից։ Այո, բեկումը Գյումրին էր, բայց Գյումրու ընտրություններն էին համայնքի ավականու անդամների։ Ունեցանք իրավիճակ, երբ իշխանությունը հասկանալով, որ կենտրոնացրել էր իր ողջ համապետական ռեսուրսը, թե վարչական, թե նյութական, թե անձնային, թե պետական մարմինների, թե վարչականի ներքո չարաշահումների, տարբեր նյութական եւ մարդկային ռեսուրսների, իրենք արձանագրեցին պարտություն այս ընտրություններում։ Ու նաեւ ինձ համար ակնհայտ է, որ հիմա իրենք գտնվում են 26 թվականի ընտրություններին ուղեցրում եւ բնականաբար ունենալով Գյումրին որպես բեկումնային նախադեպ, իրենք որոշել են մեկուսացնել բոլոր հանդիմադիր գործիչներին եւ ինստիտուտներին։ Ու դիտենք պատկերը տրամաբանական ժամանակագրական ուղեցրում, ինչ է տեղի ունենում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է Facebook-յան գրառումներով վեհափառին, բնականաբար այնուհետև Սրբազանի առանց անվանարկելու, հետո արդեն անվանարկելով, պարբերական մեկը մեկից, կարմիր գիծ ու նորմալի սահման հատելով, որոնք հարիր չեն բնավ որևէ պետության ղեկավարի, այս ամեն ինչը անում է, բնականաբար գիտակից մարդը հասկանում է, որ թիրախը ոչ թե որևէ Սրբազան է կամ վեհափառ հայրն է, այլ թիրախը ինստիտուտն է, եկեղեցին է։ Ու այդ մասին ինձ համար վերջնական համոզմունք եղավ Արտակ Զեյնալյանի որպես սահմանադրական դատարանի դատավորի տեխնացուի պատասխան անդիմադիր պատգամավորի հարցին եկեղեցու վերաբերյալ իր գնահատականի, ով որպես ըստ էության արդարացում իշխանությունների պահվածքին, ասես նաև չպետք է մոռանանք, որ եկեղեցին այն կառույցն է, որը ունի հանրային լայն շրջանակների վրա ազդեցություն ու պատահական չէ, որ նախընտրական քարոզչության շրջանակում որոշակի սահմանափակումներ են սահմանվում եկեղեցու համար։ Ներողություն, վիճակագրական վերջին տվյալները, որոնք որ հրապարակվեց, ըստ այդ տվյալների եկեղեցին բարձր վստահության վարկանի մակարդակն ուներ Հայաստանում ընդհանուր ինստիտուտների եւ կառույցների միջև։ Սրանից հետո ավելի, այսպես ասած, սրվեց եկեղեցու դեմ այս տրամադրությունները։ Սրանք թե ձեր կողմից թվարկվածը, թե արդեն իրենց կողմից պատկերը արձանագրված եւ կարծում եմ ոչ միայն այս հարցումների հիման վրա, ակնհայտ է, որ եկեղեցին դիտարկում է այն ինստիտուտը, որը իրոք պատմությամբ մեր հայ ազգի եւ հայոց պետականության համար մշտապես ամենածանր շրջաններում կայացել եւ ունեցել է իր հատկանշական դերը ազգապահպանության, պետականապահպանության տեսանկյունից, հիմա գտնվում է այս իշխանության թիրախում։ Եվ նախ ընդգծենք ձեր կողմից նաև մատնանշած քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածը։ Մի կողմից ունենք իրավիճակ, որ Սրբազանին մի ամիս առաջ արված հայտարարության հարցազրույցի համատեքստում շրջանակում են այդ նույն հոդվածով, դա իշխանության զավթեր, սահմանադրական կարգ տապալելու նվիրված հոդվածն է, իշխանության հիմա քաղաքական հենարան հանդիսացող,
ու մի ամիս անց նոր է մեղադրանք առաջադրում, նույն նաև զուգահեռ իրականությունում ունենք բարերար Սամվել Կարապետյան, ով կրկին աջակցության եկեղեցու հանրային խոսք է հնչեցնում վարքյաններ տևող եւ վերջինիս նկատմամբ եւս այս հոդվածի հիմքով մեղադրանք է առաջադրվում ու այս դեպքում արդեն ժամերի ընթացքում է, մարդուն կոչը հայտարարելուց հետո վարչապետը Facebook-յան ստատուս գրառում է անում սպառնալի տոնով, որ կպասիվացնի ակտիվացված գործարարներին, ժամեր անցած ձերբակալման փորձ ու ժամեր անցել արդեն կալանավորված Forbes-ի հազարյակում գտնվող հայ բարերար։ Հիմա այս երկուսը եթե համադրում ենք, կրկին ընդգծում եմ, պատահական չէ, ըստ էության, մեր իրավապահ մարմինները քրեական օրենսգիրքը թերթելուց, այնտեղ ծովահենություն, էկոցիդ հոդվածները այդքան է տեղին չեն եղել, ամենաշատը հարմարացրել են այս իշխանության զավթել սահմանադրական գարքի բռնի տապալում հոդվածը ու ակնհայտ է, որ սա կրկին, քաղաքական հայացքներով պայմանավորված մարդկանց հետապնդելու ամենահարմարավետ հոդվածն է ու նաև պատահական չէ, որ բոլորին, այդ թվում նաև 3 արդեն 15 անց կալանավորված ունենք Սրբազան շարժման իդեմ Բագրատ Սրբազանի աջակից եւ նրա աջակիցների ինչ որ անհետ ու կասկածելի ծագումնաբանության ձայնագրության հիման վրա, ասեմ ավելին, եթե դուք արձանագրել եք քննչական կոմիտեն այդ ձայնագրություններից մեկը ջնջում է ու ավելացված եզրույթներով նորից տեղադրում է, շատ մեծ կասկած կա իրավական համայնքի ներկայացուցիչների մոտ, որ ու հիմնավոր կասկած, որ այդ ձայնագրությունը տարբեր խոսակցություններից վերցված խոսքերի համատեղություն է եւ ըստ էության պարտադիր այն պետք է մի քանի փորձաքննությունների ենթարկել ու այն զավեշտի աստիճանի հասնող քննչական կոմիտեի կողմից որպես տարբեր բնակարանների խուզարկության արդյունք հանդիսացող իրական ապացույցները, օրինակ սովետական շրջանի կասետը կամ իմ ամենասիրածը, արմատուրայի տեսականին, որը ասում եմ սառը արմատուրա, որպես լուրջ, տենց հեղաշրջման փորձի զենքի տեսակ։ Մի խոսքով ես ասում եմ, այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, այս օրերի ընթացքում արդեն երկրորդ տասնյակի հասնող կալանավորված անձինք ենք ունենում, ես քիչ առաջ Էջմիածնից եկա քննչական կոմիտեն մեր աչքի առաջ ուղղակի կանգնած, անգամ անցորդ քաղաքացիների ոստիկանները ագրեսիվ կերպով առևանգում էին, առանց որևէ կերպ առևանգում եմ ասում, որովհետև եթե բերման ենթարկեին, մեր օրենսդրությունը բերման ենթարկելու հստակ ընթացակարգ ուներ, այդ ընթացակարգը որևէ կերպ այդտեղ անգամ իմիտացիա չարվեց ու ընդհանուր առումով գնահատական տալու համար ասում են հստակ կարելի է արձանագրել, որ այս ամենը իշխանության վախերի արտացոլանքն է, վախի արտացոլանք է արդեն անգամ ձևական կերպով ֆորմալ չպահպանելը որևէ իրավական ընթացակարգ կամ ձևացնել, որ մենք գոնե ինչ-որ չափով իրավական ու ժողովրդավար պետության պայմաններում ենք ապրում, դրա մասին են խոսում կրկին, ուղղակիորեն հրահանգավորված ակնհայտ կերպով վարչապետի խոսքին հետևող, ստատուսին գրառմանը հետևող իրավապահ մարմինների գործողությունները։ Դրա մասին են վկայակոչում հայ զավեշտալի մանկապարտեզին մակարդակին հարիր ապացուցողական բազաները, դրա մասին են վկայակոչում հերթական հատած կարմիր գծերը ու աննախադեպերի շարքը բացասական առումով, որը արձանագրվում է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների իշխանության օրոք, արձանագրենք, որ առաջին անգամ է հայոց պատմության ընթացքում եկեղեցու նկատմամբ նման բռնաճնշումներ իրականացում, եթե մեկ էլ հայոց պատմությունը, եթե ուսումնասիրենք, եղել է այդ սովետական ժամանակաշրջանում մի շարք պատմական դեպքեր ու իրադարձություններ կարող է համադրել լինել, դա մեր հայերիս ամոթն է ու մեր հայոց պատմության ողբերգական ու խայտառակ էջերից մեկն է, որ այսօրվա մասին միայն այն տողը, որ ազգային անվտանգության ծառայությունը խուժեց վեհարան, դա դառնալու է հայոց պատմության ամենաքննարկելի ու քննադատելի էջերից ու դրա մասին մեր սերունդները մեզ դեռ շատ են հիշատակելու։ Հիմա ունենք իրավիճակ, կրկին ընդգծում եմ, աննախադեպ տեսանկյունից, որ արդեն
մեկ սրբազան հայր ունենք այդ աստիճան բարձր հոգևորական հայ առաքելյաց եկեղեցու շարքերում, որը կալանավորվել է եւ երկրորդն էլ ըստ էության քննչական կոմիտեի եւ ակնհայտ է, որ կալանավորվելու է, որ այդ մասին քննչական կոմիտեն արդեն հաղորդագրություն է տարածել ու առաջադրված մեղադրանքից է ակնհայտ։ Ունենք իրավիճակ, երբ ազգային անվտանգության ծառայությունը ոչ թե զուտ խուզարկություն ու իրավական ու քննչական գործողություն են իրականացրել Վեհարանում, նույն Գյումրի առաջնորդարանում, այլ ըստ լրահոսի խայտառակ կերպով այնտեղ ամեն ինչ ավիրել են, անգամ նխշղարքներն են գետնով թափել, փշրել, այսինքն ակնհայտ էր, որ միտումը ինչ որ իրավական գործընթաց չէր, միտումը հանրային կերպով, հանրային հերթական ընկալումները խեղաթյուրելներ եւ այդպիսի վախի մթնոլորտ ձևավորելներ եւ ի վերջո ունենք սահմանադրաիրավական միջավայր, որը խախտված է։ Եկեք արձանագրենք, որ այստեղ հակաիրավական գործընթացը հենց իշխանության կողմից է մեկնարկել եւ հակաիրավական սահման եւ սահմանադրական կարգի տապալման կոնկրետ դրվագը հենց Նիկոլ Փաշինյանն է որպես վարչապետ արձանագրել, որովհետեւ մեր երկրում մեր սահմանադրությունը ամրագրում է օրինականության սկզբունքը։ Օրինականության սկզբունքի համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք իրենց լիազորել է սահմանադրությունը կամ օրենքը։ Հենց այս կետի վրա ԱԱԾ ներխուժումը մայրաթոռ, սահմանադրական եւ իրավական տեսանկյունից վտանգի ինչ մակարդակ է պահանջում նման գործողություն իրականացնելու համար։ Հիմա գամ դեպի այդտեղ, հա, տեսեք, ասեցի, հա, ի տարբերություն ինձ եւ ձեզ, մենք հասարակ քաղաքացի ենք եւ կարող ենք անել այն ամենը, ինչ օրենքը մեզ չի արգելել։ Իրենք բոլորը, սկսած Նիկոլ Փաշինյանից, մինչեւ իր падգամավորներ, մինչեւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ կարող են միայն անել այնպիսի գործողություններ, որ օրենքը կամ սահմանադրությունը իրենց թույլ են տվել։ Հիմա մեր նույն սահմանադրությամբ զուգահեռ մենք ունենք հայ առաքելյաց եկեղեցուն նվիրված հոդված ու պատահական չէ այդ հոդվածի արկայությունը, դա պայմանավորված է մեր եկեղեցու բարձր դերով, մեր պետության եւ ազգի կյանքում եւ պատահական չէ որ սահմանադիրը նման արձանագրում է կատարել ու հենց այս պայդրությամբ սահմանադրությամբ այդ բացառիկությունը եկեղեցու բացառիկությունը ընդգծող հոդվածում նաեւ նախանշված են նրա հիմնական գործառնությունները եւ դա ամփոփվում է մեր ազգի, հայ ազգի ինքնության պահպանմամբ։ Այսինքն թիրախավորում է եկեղեցուն, դա թիրախավորում է հայի ինքնությունը, այսինքն հայի ինքնությունը վնասելու, թիրախավորելու խնդիր կա, դրա համար էլ պետք է վերացնել հայի ինքնության պահպանման գործառույթ ունեցող մարմնին, սա մեկ։ Երկրորդ, նույն սահմանության հոդվածը հողում է կատարում, որ հայ առաքելյաց եկեղեցու եւ մեր Հայաստանի Հանրապետության հարաբերությունները կարգավորվում են համանուն օրենքով։ Այդ օրենքով էլ հստակ արձանագրված է, որ պետությունը իրավունք չունի միջամտելու ներեկեղեցական իրավահարաբերությունների։ Հիմա հստակ Նիկոլ Փաշինյանը բացի այն, որ որևէ լիազորություն չունի եկեղեցու ներհարաբերություններին գնահատական տալու, օրինակ, հա, անգամ թեկուզ սրբազանը ինչ որ կանոն է խախտել, կուսակրոնությունն է ինչ որ աստիճանակարգություն ունեցող հոգևորականի քննարկում եւ այլն խախտված է եւ այլն, ու այլ մի շարք թերություններ են արկա եկեղեցում, այո, դրանք կարող են լինել, բայց ոչ դրանք Նիկոլ Փաշինյանի լուծման խնդիրները չեն եւ նա որպես վարչապետ իրավունք չունի միջամտելու այդ տիրույթ։ Նրա միջամտությունը, նրա այսպիսի գրառումները, նրա իրավապահ մարմիններին հանձնարարական տալը, իրավապահ մարմինների կողմից այդ հանձնարարականները կյանքի կոչելը, դրանք ապօրինի են, հակասահմանադրական են եւ հակաիրավական են։ Իսկ իրենց հերթին, հա, ոստիկանության զորքերը, ոստիկանության ծառայությունները, ազգային անվտանգության ծառայությունները եւ իրավապահ մարմինների բոլոր ծառայության տեսակները ունեն պարտավորվածություն ձեռնպահ մնալու հակաօրինական, հակաիրավական հրամանը կատարելուց հստակ իրենց համանուն օրենքները, իրենց գործառույթները, լիազորությունները, պարտականությունները կարգավորող ասում են, եթե վերադասը տալիս է ապօրինի հակաիրավական հրաման, իրենք պարտավոր են նրա
վերադասին այդ մասին զեկուցելով ձեռնպահ մնալ այդ հրամանի կատարումից։ Հիմա այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը ու առաջին անգամը չէ պետք է արձանագրենք, հրահրում է մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչներին կատարելու ապօրինի գործողություններ։ Տիկին Մելոյան, ի վերջո հարցազրույցում Միքայել Սրբազանի հարցազրույցում հնչած նմանատիպ միտքը համարվում է կոչ եւ իրավական հետևանքներ ունի։ Տեսեք, եթե ինչու՞ է զավեշտը, հա, նախ ընդգծենք, որ մեր երկրում այնպիսի ժամանակներում ենք ապրում, այս իշխանության օրոք, որ ամեն խտրականություն պայմանավորված է իշխանության կողմից մարդու քաղաքական հայացքներով։ Քաղաքական հայացքի իրացումը անմիջապես թիրախավորվում եւ հետապնդվում է։ Նույն Սամվել Կարապետյանի դեպքը էլի հիշենք, հա։ Հենց այս մարդը իրեն թույլ տվեց եկեղեցուն աջակցող այդ մի քանի վայրկյանանոց հայտարարությունը, իրեն ցերտ չտալով իշխանության ներկայացուցիչները սկսեցին քննադատել ու վերհանել Սամվել Կարապետյանին պատկանող մասնավոր ընկերության Հայ էլեկտրական ցանցերի թերություններն ու թերացումները։ Այսինքն ակնհայտ է, որ իրենք քաջատեղյակ են այս ամենին, բայց ըստ էության պետությունը դա հանդուրժում է, պետությունը աչք է փակում, պետությունը չի պաշտպանում մեր սպառողների իրավունքները այնքան ժամանակ, քանի դեռ այդ կազմակերպությունների սեփականատերերը ըստ էության իրենց հանդեպ լոյալ են եւ քաղաքական հայտարարություններ չեն հնչեցնում։ Նույնը քաղաքացիների տիրույթում է, հա, քաղաքական հայացքը ամենամեծ տրիգերն է այս իշխանության նկատմամբ եւ մարդու իրավունքների իրացումը ուղղակիորեն պայմանավորված է նրա կողմից արտահայտած կամ չարտահայտած քաղաքական հայացքով։ Սա հենց գալիս է մեր իրավական ժողովրդավար պետությունը ուղղակիորեն համադրելու ռեժիմի հետ ավտորիտար կամ տոտալիտար, որովհետեւ այս ամենը հատուկ է միայն ավտորիտար ռեժիմ ունեցող պետություններին։ Ու կրկին ընդգծեմ, քաղաքական ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ ծայրաստիճան անհավասար հակաիրավական վերաբերմունք են արժանանում, խտրական վերաբերմունք են արժանանում, այս հոդվածը, եթե իրենք ուզում են ու տենց ծանր է թվացել մեր Միքայել Սրբազանի հայտարարությունը, Facebook-յան տիրույթում, լրահոսում, հա, ամենօրյա խոսույթում մարդիկ դրանից առավել ծանր խոսքեր են հնչեցնում, հա, իրենք ստիպված պետքա ողջ հանրությանը ազատազրկեն ու ցավոք սրտի նաև արձանագրում ենք, որ կալանքը, որը խափանման ամենածանր տեսակն է, խափանման միջոցի տեսակ է եւ պետք է համաչափ լինի կատարված հանցավոր արարքին, պետք է նպատակային լինի, որպեսզի կանխարգելվի նախաքննության ընթացքում որևէ խոչընդոտային արարք նույն նախաքննությանը, կալանքը կրկին ուղղակիորեն հարաբերական հարթության մեջ է գտնվում տվյալ մեղադրանք առաջ է դրված մարդուն ըստ քաղաքական հայացքների եւ վերածվել է ոչ թե խափանման միջոցի տեսակի, այլ վաղուց այդ պատերազմային շրջանում առավել եւս մեր պետությունում կալանքը բացառապես պատժիչ միջոց է։ Խոսենք ընթացակարգի մասին։ Հիմա ինչպես է լինելու, Միքայել Սրբազանը ներկայացել է քննչական կոմիտե, ինչ է այնտեղ տեղի ունենալու եւ որն է լինելու հաջորդ գործողությունը։ Իմ կարծիքով ինձ համար ակնհայտ է, որ վերջինս հիմա կձերբակալվի, դուք տեսակ վեհարանի մոտ, որ ԱԱԾ-ն կրկին, հա, անհիմն ապօրինի ձևով դա դասական այդ մասկի շոու կազմակերպելով, որպեսզի մարդկանց վրա ու հանրության վրա ազդեցություն ինչքան հնարավոր է վարթողնեն, մտան վեհարան, բայց աջակիցները, հա, Հայ Առաքելյաց եկեղեցու հետևորդները հավաքվելով փորձեցին խոչընդոտել, որպեսզի բերման ենթարկվի, ու այն դեպքում, երբ ես մի քանի գրառում հայտարարություն տեսա, հա, որ ինչպես կարելի է այդպիսի հակաօրինական արարք թույլ տալ, չի կարելի խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությունը, ես կրկին ընդգծում եմ, որ այս process-ը արդեն ի սկզբանե հակաօրինական, որովհետև իրավունք չունեիք դուք միջամտելու ներեկեղեցական հարաբերություններին հենց վարչապետի տեսքով, եւ եթե գնահատական եք տալի ինչ-որ երևույթի անօրինականությանը, պետք է գնահատական տաք հենց վարչապետի գրառումներին եկեղեցու վերաբերյալ, որովհետև դրանք չեն բխում իր գործառույթներից, լիազորություններից ու պարտականությունից եւ հակաիրավական են։
ու քանի որ չհաջողվեց ու սկսեց հերթական այդ մանիպուլատիվ պոպուլիստական շարքը, որ մեղադրանքներ սրբազանային նկատմամբ, որ նա թաքնվում է, հա, իր հոտի հետևում, եկեղեցու հետևում, վեհարանում եւ այլն, սրբազաններ որպես արժանապատիվ մարդ, ես շատ ցավում եմ եւ շատ դեմ եմ իր այդ որոշմանը, բայց հայտարարեց, որ ինքը թաքնվող տեսակ չի, ինչը կարծում եմ բոլորս արդեն շատ վաղուց հասկացել ենք, եւ որոշեց գնալ քննչական կոմիտե։ Ինձ համար ակնհայտ է, որ հիմա իրեն մեղադրանք կառաջադրվի, նա կձերբակալվի եւ դատական նիստ կնշանակվի նրա նկատմամբ կալանք կիրառելու հարցի շուրջ։ Տիկին Միլոյան, ինչ ու ակնհայտ է, որ այդ կալանքները կկիրառվի, հա, կներեք։ Ի վերջո մի քանի օր առաջ մենք տեսանք, թե քանի գիտեք, հենց այդ էլ հրաժարում իրավական ու ժողովրդավար պետություններից, որ օրինակ շուրջ 15 անձի նկատմամբ կալանքի միջնորդության դատական նիստ է հրավիրվում, ու 15-ն է բավարարվում են ու մենք անգամ որևէ մեկը կասկածը չունենք, որ կարող է ինչ-որ մեկը չբավարարվի։ Դա արդեն խոսում է մեր դատական իշխանության ոչ անաչառության, կախվածության, քաղաքական հրահանգավորվածության ու ընդհանրապես այս գործընթացների ծայրաստիճան քաղաքականացված լինելու մասին։ Տիկին Միլոյան, եկեղեցու դեմ արշավ այսօր չի սկսվել, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, եթե հետևում ենք Փաշինյանի գրառումներին, նա անգամ կոչեր անում գնալ, գրավել վեհարանը եւ հեռացնել վեհափար Հայրապետին եւ ընտրել նոր վեհափար, նա անգամ հայտարարեց, որ այդ գործընթացը համակարգող հանձնախումբ է ստեղծում։ Արդյոք լծակներ ունի պետությունը նման գործողություններ իրականացնելու համար։ Ես արդեն ի սկզբանե բացատրեցի, նախ ընդգծենք նաև սա եւս նորույթ չէ, իրենք 18 թվին ինչ եկել են իշխանության, եթե կհիշեք, նոր Հայրապետ, ինչ որ տենց կարգախոսով էլի շարժում փորձեցին նախաձեռնել ու կրկին, հա, հանրության ակտիվ ընդդիմության արժանանալով հետ նահանջարեցին այդ ծրագրից։ Ես կարծում եմ, սա մշտապես պլանավորված գործընթաց է եղել ու կրկին ընդգծում եմ, որ թիրախը եկեղեցին է որպես ինստիտուտ, որովհետև եկեղեցին այսպիսի պատմական ողբերգական շրջաններում, երբ դեռևս մենք շատ վատ իրադարձությունների ենք առերեսվելու ակնհայտ կերպով, այսպես կոչված ճակերտավոր խաղաղության պայմանագրի շրջանակներում դեռ երբ թշնամու, հա, խոսույթին ենք ստիպված ապավինել, որովհետև թշնամին իր լսարանի համար բարձրաձայնում է, թե դեռևս մեզնից Հայաստանի Հանրապետությունից արդեն Արցախի Հանրապետությունը որպես միջանկյալ ուղղակ ողբերգական մերեժերից է, որ չեղարկված է, արդեն օրակարգում Հայաստանի Հանրապետությունն են, Հայաստանի Հանրապետության տարածքներն են, ըստ Ադրբեջանի, Արևմտյան Ադրբեջանի, որը իր պատկերացմամբ այդ թվում Երևանն է, վերականգնման խնդիրն է, ադրբեջանցիների 100,000-ներով Հայաստանում վերաբնակեցնելու օրակարգն է եւ այլն, Զանգեզուրի միջանցքի հարցն է, ու այս իշխանությունները հասկանալով, թե ինչքան դեռ թշնամու հետ համաձայնեցնելու ճակերտավոր հարցեր ունեն, ընդ որում դրանք Հայաստանի Հանրապետությունից տարածքներից զիջման մի շարք, հա, ոչ միայն տարածքային, մի շարք զիջումների տեսքով են դրսևորելու, իրանք խնդիր ունեն մեր համար հենասյուն, որպես միավորող, որպես հանրային կոնսոլիդացիա ապահովող վերջին կառույցի, դա եկեղեցու կազմաքանդումն է, ու իմ կարծիքով հենց այդ տրամաբանական գծի մեջ էլ ակնհայտ է ինչ թիրախ ու նպատակ ունեն այն հարցում, ինչի իրենք անում են այս բայդրությամբ։ Վերջին հարցը Տիկին Միլոյան, եթե այդուամենայնիվ կներեք, էլի ամփոփելով ասեմ, ինչպես նշեցի արդեն մեր սահմանադրության ու օրենսդրության կարգավորումներից ոչ իրենք իրավունք չունեն անելու այն, ինչ անում են եկեղեցական հարաբերությունների համատեքստում։ Համենայն դեպս վերջին շրջանում ականատես ենք լինում բազմաթիվ այսպես չի կարելիների ոտնահարման, բայց եթե այդուամենայնիվ ձերբակալվի նաև վեհափարը, ինչ է տեղի ունենալու օրենքը ինչ է նախատեսում նման դեպքում։ Դե արդեն տեսեք, իմ գնահատմամբ մենք ոչ թե վերջերս, այլ 2018 թվականից ի վեր ճգնաժամային պայմաններում ենք ապրում։
Ճգնաժամային պայմաններում ենք ապրում, որովհետև 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչ արեց շրջափակելու դատարանները։ Այնուհետև կոչ արեց շրջափակելու օրենսդիր մարմինը։ Դատարանները իր համար ոչ ցանկալի դատական ակտ կայացնելու համար, օրենսդիր մարմինը իր համար ոչ ցանկալի օրենք ընդունելու համար։ Այս բոլոր դեպքերը ճգնաժամային են ու հակասահմանադրական։ Ինքը դրանով խախտեց օրինականության սկզբունքը, ինքը դրանով խախտեց իշխանությունների տարանջատման սկզբունքը, ինքը դրանով խախտեց իրավունքի գերակայությունը ու ինչու է ճգնաժամային։ Շատերը քննադատում ու մեղադրում են, որ մեր սահմանադրությունը ոչ բավականաչափ լավն է այս հարցերը կարգավորելու համար, բայց խնդիրը բնավ սահմանադրության մեջ չէ։ Սահմանադրությունը այս իրավիճակների համար տալիս է լուծում։ Երբ բարձրաստիճան պաշտոնատար անձ, այդ թվում վարչապետը, խախտում է սահմանադրաիրավական նորմերը, այդ հարցի նրա լիազորությունները դադարեցվում են եւ ինչը կատարվում է դատական գործ, քրեական գործ հարուցելու հիմքով։ Ճգնաժամը կայանում է նրանում, որ այս պաշտոնյան անընդմեջ իրեն թույլ է տալիս խախտելու իրավական հիմնարար նորմեր ու սկզբունքներ ու իր հակաիրավական գործողությունները մնում են անհետևանք եւ անպատասխան։ Ու այստեղ արդեն մենք թեւակողում ենք թե քաղաքական, թե սահմանադրական ճգնաժամային իրավիճակի։ Շատ շնորհակալ եմ Տիկին Մալոյան։ Հիշեցնեմ, տաղավարում զրուցում էի սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։ Կհանդիպենք։